ճակատամարտի մանրամասնությունները մեզ այնքան էլ հայտնի չեն եւ իմաստ չունի, բացի այդ մենք այտենց խնդիր չենք դնում մեր արժեվ։ Մենք ուղղակի մեր ասենք արժեվ դրված խնդիրը որն է, ցույց տալ մեր հայրենակիցներին, որ պարապած մի քանի 100 հոգի տասնյակ հազարից ավել հակառակորդին կարումա կզսնի։ Ոնց որ թուրքերը պարապած մոտավորապես Շուշի են մտնում երկու գումարտակ ոչ ամբողջ կազմով, երևի ընդհանուր թիվը այտենց մի 400-500 հոգի եւ մի քանի հազար հայի ստիպում են Շուշին թողել իրանց։ Դա թե համեմատելի չի Դավիթ բեկը եւ թուրքը, իսկ ինչի համեմատելի չի, մենք համեմատում ենք պարապածը չպարապածի հետ։ Ոնց է պարապածը չպարապածին հաղթում, անկախ դրանից, երբ որ չպարապածը ավելի մեծ է, այդտեղ ներկա լինում, այդտեղ, ոչ թե ընդհանուր պատերազմի դաշտում, ընդհանուր պատմության մեջ կամ տիեզերքում, ստեղ այս պահին պարապածես կարում ես ասենք ցանկացած զորախմբի դեմ առնես, կարաս, Հալիձորի ճակատամարտը դրա մասին է։ Հալիձորի ճակատամարտը դրա մասին է, դրանից հետո էլի զարգացնելով հաջողությունը, ոնց որ հաղթանակի։ Չարժե Հալիձորի ճակատամարտի հետ կապված sense մի հատ բան ասել, որ առաջինը Հալիձորի ճակատամարտի ժամանակ անձնակազմը եղել է ոչ թե միայն պարապած, այլ նաև եղել են ոնց որ ասած էլիտար զինվորներ։ Էլիտաներ մնացել, հաղթողները փախել էին արդեն։ Այնով որ բաներ, ծռան վերգոներ դառան այդ պահին մեծ զորքը տեսնելով կազմակերպված պարապած։ Իսկ միջև այդ արդեն ով թուրքերից վախեցել էր, բայց հələ զինվոր էր, միացել էր թուրքերին։ Այո, ու ինչ է ստացվում, ասենք, այնտեղ էլիտան, ոնց որ ասած հայկական սպեցնազներ։ Հա, հայկական սպեցնազներ ընդհանուր հրամանատարով եւ իրենց համ պարապածության, համ սպառազինության մակարդակը բավականին բարձր է եղել։ Հա, օրեկան նշվում է, որ մի քանի 100 զոհ էին տալիս թուրքերը Հալիձորի այդ գետ անցման ժամանակ նույնիսկ։ Հետո արդեն պարիսպների մոտ թուրքերը թնդանոթներ ունեն, ամեն ինչ ունեն, բայց թուրքերը մոտավորապես 15-րդ դարից հայտնի էին որպես կարելի ասել Եվրոպայում լավագույն հրետանին ունեցողները։ 18-ում արդեն իրանք լավագույն հրետանին ունեցողը չէին Եվրոպայում, բայց այս տարածքում լավագույններից էին գոնե։ Լավագույնն են, ստեղ Իրանի շահներ իրանց դեմ